Ահավոր է, անհնար է, առավոտ շուտ, ծուխ, լուսամուտ հնարավոր չէ բացել, լվացք հնարավոր չէ պրել, առավել ևս շնչել։ Գյումրիի մուժ թաղամասը լուրջ խնդրի առաջ է կանգնել, նույնիսկ հեռվից է երևում, որ ողջ տարածքը ծխի մեջ է։ Թաղամասի հարևանությամբ գտնվող քաղաքային աղբավայրն է օրեր շարունակ այրվում։ Թունավոր օդից շնչահեղձ ենք լինում, ահազանգում են տեղի բնակիչները։ Ամեն առավոտ այսօր էլ ես դիմակով եմ գնացել, նույնիսկ դիմակը կարող եմ ցույց տալ։ Դրանով եք։ Հա, ես առավոտ հնարավոր չէ։ բացարձակ ու չգիտենք վերջը երբ է երևալու։ Տարիներ շարունակ է այս խնդիրը, լվացք ես փռում, այդ խնդիրն է, հագուստից կարշահոդություն է գալիս, դրսի կարշահոդությունը փոխանցում է հագուստին։ Բացի դրանից մեր շնչուղիները Դուրսը պարզ է, տանն է։ անպայման պատուհանի արանքներից տանոտը փոխվում է, պատուհանի արանքից գալիս է ծխի հոդը։ Պատուհանս եմ փակում, բայց դարձյալ տունն է լցվում։ Ինչ կարամ անեմ։ Այդ ծուխը շնչում է։ Այո, իհարկե։ Տունն է լցվում, հա։ Դե հա, որ ուժեղ լինում է, արդեն տունն է լցվում, հոդը գալիս է։ Ինչից է բռնկվում հրդեհը, արդյոք դիտավորություն կա, թե տարածքում կուտակված գազերն են այրվում, պարզ չէ, բայց նորակառույց այս թաղամասում մարդիկ նկատել են, որ հատկապես վերջին տարիներին ծուխն ավելի է շատացել։ Կառավարությունը չի մտածում այդ մասին, ինչ կարող ենք անել։ Առավոտյան ժամը 10-ից 11-ի արանքը անհնար է դուրս գալ, ոնց որ մառախուղ լինի։ Ես նույնիսկ այսօր նկարել էի, բայց ուր տեղադրես, ում դիմես, շատ են դիմումները, բայց այս պահին սա է։ Ուղղակի անզորությունից չգիտենք ինչ անենք։ Մարդիկ այստեղ կծկտուր տեղեկություններ են լսել, որ աղբավայրի հետ կապված ծրագրեր կան, բայց ասում են դա 1 կամ 2 տարվա լուծվող խնդիր չէ, իրենք ինչքան սպասեն։ Վերամշակման գործարան եւ այլ ընթապորների ստեղծումը շատ խելամիտ կլինի, բայց դա տարիներ կտևի, իսկ մենք, չգիտեմ, 5-ից 7 տարի ոնց սպասենք։ Նման թիվ լսել եմ էլի հեռուստատեսությունով, չգիտեմ, ուղղակի անզոր ենք, շատ վատ վիճակ է, դուրս գալ, պարզապես խանութ գնալը թեկուզ խնդիր է, էլ ուր մնաց, ասենք, չգիտեմ, բնակչության համար, այդ լվացքի հարցը իրոք շատ վատ է, ասենք, բերում ենք ներս կրկնակի լվանում ենք, տեսնում ենք, որ պահին է մի քիչ օդը մաքուր, որ կարողանանք կրկին փռել լվացքը։ Անընդհատ ծուխ է, ամեն օր ու օրվա մեջ 2 անգամ, առավոտյան ժամերին եւ այդպես 5-ից 6-ի կողմ, հա։ Գյումրիի քաղաքապետարանում դեռ 1 տարի առաջ աղբավայրի հետ կապված 3 ծրագիր կար, ներդրողների հետ հանդիպումներ եղան, բայց այստեղ իշխանությունը փոխվեց ու համայնքապետարանը դեռ չի հաստատել դրանցից որևէ մեկի իրականացումը։ Այսօր ողջ օրվա ընթացքում Գյումրիի քաղաքապետարանից այդպես էլ չարձագանքեցին, թե ինչ են անելու Գյումրիի աղբավայրի հետ։ Քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը մոտ 1.5 ամիս առաջ աղբավայր էր այցելել, երբ տարածքում դարձյալ հրդեհ էր բռնկվել։ Սա միայն համայնքային բյուջեով լուծվող խնդիր չէ, պնդել էր փոխքաղաքապետը։ Դե ընդհանուր առմամբ սա շատ մեծ ծանրացած խնդիր է։ Քաղաքապետարանը իր ունեցած բյուջեով, իր հնարավորություններով չի կարող։ Այստեղ պետական լուրջ մոտեցում պետք է ցուցաբերվի։ Այս պահին ինչ որ կարող ենք, մենք դա ենք անում։ Պաշտոնյայի փոխանցմամբ քաղաքային նոր իշխանությունները հոլանդական ընկերության հետ հուշագիր են ստորագրել, որը զբաղվելու էր աղբի վերամշակմամբ, բայց գնացին, որ արդեն բանակցությունները սկսվի, դեռ մինչև հիմա իրենց ձայները չկա։ Մեկ բաց է, քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար։ Գյումրու հարակից բնակավայրերի համար նոր աղբավայր կառուցելու ծրագիր կառավարությունն ունի, մի քանի անգամ քննարկումներ են անցկացվել, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Մինչ խնդրի լուծումը ձգձգվում է, թաղամասի հազարավոր բնակիչներ շարունակում են շնչել թունավոր օդը։